Բարելույս ժողովուրդ ջան, անձրևներից խոտը այնքան շատ է բարձրացել, որ ամուսինս հնձում է, կարելի ասել շաբաթը մեկ հնձում է, եղանակն էլ այդքան լավ չէ, անպամած է, հույս ունենանք, որ գոնե անձրև չի գա, այսպես կմնա։ Ինչ գնանք տուն, մի համեղ նախաճաշ պատրաստենք, որպեսզի ամուսինս վերջացնի, միասին նախաճաշենք։ Գնացինք սիրելիներս։ Ժողովուրդ ջան, եկանք պատրաստելու, դարձյալ գտնվում եք Կարմելի խոհանոցում։ Այսօր պետք է պատրաստեմ դանդուրով ձվածեղ։ Ես վստահ եմ, որ շատ մարդիկ գիտեն, կարողանում են պատրաստել, ոմանք էլ դեռ չգիտեն այս տարբերակը և կցանկանայի, որ իրենք էլ տեսնեն և պատրաստեն։ Դե ինչ, սկսենք պատրաստել։ Նախ ասեմ արագի մեջ մեզ ինչ է հարկավոր։ Մեզ հարկավոր է դանդուր, ձու, ձետ, աղ, մեկ մեծ լոլիկ, սող, կանաչի և թավան։ Հիմա ձեթը կլցնենք թավայի մեջ լոլիկի և սոխի հետ, կդնենք, որպեսզի մի փոքր տապակվի։ Լոլիկը սոխի հետ տապակվում է, խառնենք և ավելացնենք դանդուրը։ Ավելացնեմ դանդուրը, թող հետը մի թեթե հաշվի։ Եվ փակեմ կափարիչով։ Թեթև խառնենք, շատ անուշ հորում է, և նորից փակենք։ Աղով հանեմ եմ, մի փոքր լցնենք, համը կտեսնենք, եթե պետք կլինի կավելացնենք, եթե ոչ, այսքանը բավական է։ Համեմելուց հետո աղի մի թեթև նորից խառնենք, և թողնենք մի փոքր էլ տապակվի։ Ժողովուրդ ջան, արդեն ձուն լցնում եմ։ Խառնում ենք։ Խառնեցինք մի թեթև և հիմա բերենք լցնենք կանաչին և անջատենք։ Կանաչին լցնենք, այսպես գեղեցիկ։
և մի 2 րոպե թողնենք։ Հիմա մի փոքր թողնենք, անջատենք, կափարիչով փակենք 1-2 վայրկյան և արդեն պատրաստ է ուտելու։ Ժողովուրդ ջան, վերջնական տեսքն է, այսպիսի գեղեցիկ տեսք ունի, համի մասին էլ չեմ կասկածում, շատ համեղ է բուրում, հիմա աղի համն էլ տեսնենք նորմալ է և արդեն լրիվ պատրաստ կլինի։ Ժողովուրդ ջան, հիմա համը փորձեմ, տեսնեմ աղը և ընդհանուր համը ինչպես է և ձեզ ասեմ։ Շատ ընտիր համ ունի, շատ փափուկ է և համեղ է շատ, անպայման պատրաստեք, դանդորը չխաշեք, ուղղակի հենց այդպես կլցնեք տապակած լոլիկի և սոխի մեջ, ինքը կտապակվի, արագ տապակվում է։ Դե իմ սիրելիներս, սա էլ ինձ թվում է ձեզ մի նոր բաղադրատոմս է, որը շատ շատերին պետք կգա։ Եղեք առողջ և պատրաստեք անպայման, իսկ եթե դժվար չէ, խնդրում եմ լայքեք, որպեսզի տարածվի այս համեղ բաղադրատոմսը, սիրելիներս։